նախագահ Կարեն Ավագյանը եւ ես մեծ սիրով խոսքը փոխանցում եմ իրեն։ Սիրելի երիտասարդներ, ես նույնպես շնորհավորում եմ երիտասարդության համաշխարհային եւ ուսանողության միջազգային տոները։ Ընդհանրապես տոների ժամանակ մենք խոսում ենք մեր ձեռքբերումների մասին, ինչպիսի խնդիրներ կային ժամանակին երիտասարդության ուսանողության համար եւ ինչքանով են լուծվել այդ խնդիրները։ Մեր ձեռքբերումները, ուսանողական փոխհատուցման ծրագրեր, հազարավոր ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից այսօր իրենց ուսման բարձերը կարողանում են փոխհատուցել։ Երիտասարդ ընտանիքների բնականոնով ապահովման ծրագիր, որը դարձել է ամենակարևոր երիտասարդական ծրագրերից մեկը։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր, երիտասարդների սոցիալական ապահովության ծրագիր։ Ուզում եմ առաջ անցնելով ասել, որ այս բոլոր ծրագրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում։ Եվ այդ ուշադրության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք այսօր նմանատիպ ծրագրեր իրականացնել եւ ավելի տոնական դարձնել մեր այս միջոցառումները։ Աշխարհում եւ ոչ մի երկրում մեկ շաբաթով երիտասարդական տոներ չեն նշվում։ Մենք առանձնացնել ենք այս մեկ շաբաթը, որպեսզի կարողանանք ձեր համար բարձր տրամադրություն ապահովել։ Տրամադրություն, որ ամբողջ տարի կարողանալու է բարձրացնել ձեր աշխատունակությունը, ձեր գիտելիքների հավաքման ճանապարհը։ Այս տարի ես ուզում եմ նախ մենք ողջունենք իրար, սիրելի ուսանողներ, որտեղ հիմա գնալու է մեր ողջունների շքերթը։ Ես ուզում եմ մենք ողջունենք մեր օլիմպիական չեմպիոններին, ովքեր բարձր փայլեցին մեր կանոնը։ Ես ուզում եմ շնորհավորել մեր ՏՏ ոլորտի այն երիտասարդներին, ովքեր այսօր ժամանակակից աշխարհին համահունչ ծրագրեր են ներկայացնում։ Ուզում եմ շնորհավորել մեր դպրոցականներին, ովքեր առարկայական օլիմպիադաներում աննախադեպ հաջողություններ են գրանցում։ Ուզում եմ նաև շնորհավորել մեր երկրի ամենամեծ երիտասարդական կառույցին, հայոց բանակին։ Շնորհակալություն հայտնենք այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին Հայաստանի խաղաղությունը, մեր խոնարհումը նրանց շիրիմներին։ Փառք ու պատիվ այն բոլոր երիտասարդներին, ովքեր այսօր սահմանին ապահովում են մեր խաղաղությունը, ծառայում են հայոց բանակին։ Սիրելի երիտասարդներ, այս տոնական միջոցառումների մեջ մենք ուզում ենք ասել ոչ վատ սովորույթներին, ոչ բաժանարար գծերին։ Մենք ասում ենք այո բարեփոխումներին, այո առողջ ապրելակերպին, այո գիտությանը, այո կրթությանը, այո մեր երիտասարդությանը, այո մեր ուսանողությանը,